Ամիսների աշխատանքից հետո առաջարկ Հայաստանի նախաձեռնության համակարգող խորհրդի առաջին նիստն է։ Այսօր այս դահլիճում հավաքված են մարդիկ, ովքեր իրենց ներուժով, իրենց գաղափարով, իրենց մասնագիտական փորձով ու կարողություններով ել ավելի են ուժեղացրել առաջարկ Հայաստանին ծրագիրը։ Պարոն Ծառուկյան, այսօրվա այս հանդիպումը սկսենք խորհրդանշական մի հոլովակի ցուցադրմամբ, որը թերևս լավագույնն է բնորոշում հենց առաջարկ Հայաստանինի գաղափարը, այն գաղափարը, որը դարձրել է ել ավելի միասնական, ել ավելի համերաշխ, ել ավելի կազմակերպված կատարվող բոլոր աշխատանքները։ Շնորհակալ եմ շատ, այսպիսով մեր աշխատանքները մենք սկսում ենք եւ սիրով ուզում եմ խոսքը փոխանցել այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր պարոն Վահե Հովհաննիսյանին։ Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք ունեն լուրջ պայմանավորվածություն, որ հանուն մի քանի ձայնի սուտ չեն ասելու, էմոցիա չեն ծախելու, առանց այն բազմաթիվ դժվարություններ տեսած մեր ժողովրդի վրա, մեզ պետք չէ նման բան։ Մենք ռեալ խուսափություն ենք ուզում սկսել մեր հասարակության հետ եւ չխուսափելով որևէ դժվար հարցից, որովհետեւ այդ բոլոր դժվար հարցերը ունեն պատասխաններ թեկուզ դժվար։ Մենք երբեք չենք խոստանալու բաներ, որոնք չենք կարողանալու անել, որովհետեւ այս ծրագիրը մեկ օրվա, մեկ ամսվա կամ մեկ ընտրության համար չէ։ Սա ծրագիր է, որը ենթադրում է Հայաստանի հետպատերազմյան վերականգնման մի հատ ամբողջական փաթեթ, որը մենք ձեռքի տված պետք է անցնենք եւ անցնենք ամբողջ հայկական աշխարհի մեր ներուժով։ Այս պահին սիրով ձայնը տրամադրել մի մարդու, ով իսկապես ամեն ջանք եւ ռեսուրս չի խնայել դրել է, որ այս ծրագիրը առաջ գնա։ Ինքը հավատացել է այս ծրագրին եւ իր վստահությամբ հավատացրել շատ-շատերին եւ հասարակության մի զգալի հատվածի։ Պարոն Ծառուկյան, սիրով ձայնը տրամադրում եմ ձեզ։ Հարգելի սիրելի գործընկերներ, առաջին հերթին ուզում եմ իսրտե ձեր բոլորին ողջունել։ Երկրորդը շատ ուրախ եմ բոլորիդ այսօր տեսնելու եւ որ հնարավորություն է տրված միասնական աշխատելու համար։ Ուզում եմ խոսել հիմնական մի քանի սկզբունքի մասին, որ այդ սկզբունքները ներառված են Առաջարկ Հայաստանին ծրագրում։ Առաջարկ Հայաստանի ծրագիրը այն ծրագիրն է, որը մեր երկիրը պատերազմից պարտությունից դուրս հանելու, մեջքները սուղղելու եւ այդ խեղճությունը հաղթահարելու եւ մեր ժողովրդի բարեկեցությունը ապահովելու, ավելացնելու համար է։ Առաջին անգամ այս ծրագիրը մենք կազմել ենք ոչ թե սովորական ծրագրերի պես
այլ մենք նոր մեթոդ ենք կիրառել ու հանձնարարություն են ստացել իմ կողմից, որ ամբողջ թիմով շփվելով տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ, մեկ առ մեկ լսեն իրենց խնդիրը, խնդրեմը եւ դրա լուծման առաջարկը։ Այդ արձանագրությունները իրանք վերցել են, բերել ներկայացել են մեզ, մասնագետները այդ ծրագիրը ներկայացնելու են, որ ժողովուրդը ծանոթանա, դա ժողովրդի ծրագիրն է։ Այդ ծրագիրը ոչ թե 1 տարվա, ոչ թե մի ընտրության ալ երկարաժամկետ ծրագիր է, որ այս վիճակից մենք կարողանանք դուրս գալ եւ մեր մեջներն ուղենք եւ խեղճությունից դուրս գանք եւ այդ ժամանակ ամբողջ աշխարհն էլ մեզ կհարգի եւ մեր կողքը կկանգնի։ Հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը անդրադառնում է երիտասարդների հեռանկարին, ընդգծելով, որ նրանք են երկրի շարժիչ ուժը։ Առաջնայինը իմ համար եղել է իհարկե իմ ցանկությամբ, իմ որոշմամբ երիտասարդության հետ կապված, քանի որ մենք բոլորս գիտենք, մեր արժանի փոխարինողները մեր երիտասարդությունն են։ Եթե կա լավ երիտասարդություն, գրագետ, ուրեմն ունենք լավ ապագա։ Կա խոսակցություններ, որ երիտասարդությունը ոչ մի բան չի հետաքրում։ Մեծամասնության խոսակցություն տեսակետը դա է։ Բայց ես կարող եմ ասել ոչ այդպես չի, շփվել եմ, զրուցել եմ, քննարկել ենք, մասնակցել են մրցույթին, ունենք շատ պատրաստված գրագետ, հոյակապ երիտասարդություն, երիտասարդը մոտենում է ինձ, պարոն Ծառուկյան, ասում է ես կարմիր դիպլոմով ավարտել եմ եւ ինպես շատերը։ Ավարտելուց հետո ոչ մի առաջարկ չկա, ոչ միտեղ գործի չեն ընդունում։ Դա մենք պետք է շտկենք, որ հիմնականում գերազանց ավարտած գոնե երեխաներին պետք է առաջարկ ներկայացնեն 6 ամիս առաջ մինչև ավարտելը այս նախարարությունում, կառավարությունում, վարչությունում, որտեղ կնախընտրեք, որ այդ գիտելիքը օգտագործենք մեր երկրի զարգացման համար։ Փառք ու պատիվ մեր երիտասարդությանը, բերեք բոլորս ողջունենք, մեր երիտասարդությանը նրանք կարիք ունեն ուշադրության, կարիք ունեն վերաբերմունքի, հնարավորություն պետք է տրվի ուժեղին, խելացին, գրագետին։ Պատահական չէ, որ մենք սկսեցինք մեր քննարկումները պարոն Ծառուկյանի խոսքով երիտասարդությունից, որովհետև եթե այդ խավը, այդ շերտը, այդ սերունդը չտեսավ իրեն իր հայրենիքում, մնացած ամեն ինչ երկրորդական է։ Ես մի թիվ ասեմ, ոչ պաշտոնական տվյալներով տարեկան մինչև 300,000 գրին քարտի խաղարկության Հայաստանից հայտ է ներկայացում։ Դա աննորմալ թիվ է, դա նշանակում է, որ մեր ժողովրդի մի զգալի մաս իր ապագան չի կապում այս երկրի հետ, այդ հողի հետ։ Պարոն Ծառուկյանը սկսեց երիտասարդությունից եւ իրականում երիտասարդությունը ոչ թե վաղվա օրն է, այլ այսօր։ Այսօրվա իրականում նրանք հասունացել են շատերը։ Մենք պետք է ուղղակի ճիշտ գնահատենք, նրանց կողքին լինենք, որպեսզի այդ անցումը լինի շատ ավելի սահուն եւ դաստիարակենք այն սերունդը, որը մեզնից ավելի լավը պետք է լինի, ավելի ամուր պետք է պահի երկիրը եւ հայրենասիրություն ասած այստեղ բավարար չէ, հայրենատիրություն է բոլորիս պետք։ Հայտնի խոսք կա, որ քաղաքական գործիչները մտածում են հաջորդ ընտրությունների մասին, պետական գործիչները թող թույլ տրվի իմ կողմից ավելացնել նաև ազգային գործիչները մտածում են հետագա սերունդների մասին։ Ես կարծում եմ, որ սա ռազմավարություն է, ոչ թե ծրագիր, որովհետև 5 տարվա սահմանափակում չի կարելի դնել սրան։ Սա վերկուսակցական է, նույնիսկ անանձնական, որովհետև առաջարկ Հայաստանին, ոչ թե առաջարկ մի անձի կամ մի խմբի։ Երիտասարդների հարցի շուրջ մի փոքր հավելում եմ ուզում անել, ես քառորդ դար արդեն դասավանդում եմ եւ մի բան կարող եմ ասել, որ որևէ գործընթաց կամ ծրագիր երիտասարդության շրջանում, որպիսի դառնա կիրառական, այդ գործընթացի եւ ծրագրի գլուխ կանգնած մարդիկ իրենց անձնական օրինակով պետք է ցույց տան ինչ որ քայլեր։ Պարոն Ծառուկյան, օրեր առաջ Արարատի Մարս գյուղերից մեկում ձեզ մոտեցավ ոչ թե երիտասարդ, այլ մի դպրոցական տղա եւ ուղեց հետեւյալ հարցը, ասեց պարոն Ծառուկյան, դուք հիմա պարապում եք դեռ, ինչին որ դուք պատասխանեցիք, որ ես պարապում եմ ամեն օր, ես լինում եմ մարզադահլիճում, ես ճիշտ ասած այդ դրվագը դիտելուց արդեն համոզված էի, որ առաջարկ Հայաստանի ծրագիրը արդեն մտել է կիրառական փուլ,
որովհետև դուք ձեր անձնական օրինակով ու շատ հաճախ եք ասում, որպեսզի երկարատև լինի այս ծրագիրը, ոչ թե երիտասարդի, այլ դպրոցականի ցույց տվեցիք, որ այդպես է պետք ապրել։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ ասել, որ երկրում երիտասարդությունը հստակ հասկանում է, որ չի կարելի հայրենասիրությունից խոսել եւ ամեն օր հայրենիքից կտոր տալ, որ չի կարելի առողջ սերնդից խոսել, բայց երկիրը սարքել թմրամոլության եւ խաղամոլության կիզակետ, որ չի կարելի սաղմոս անգիր անել եւ ցիտել, բայց արշավներ իրականացնել հայ առաքելական եկեղեցու դեմ եւ ի վերջո չի կարելի ասել, որ գիտեք ինչ կա, մենք սիրում ենք այս հայրենիքը, բայց այս մի բուռ հայրենիքում մարդկանց պարակտել այնպես, որ արդեն նույնիսկ ընտանիքներում չկարողանան իրար հետ մի ընդհանուր լեզու գտնել։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ծառուկյան, իդեմս ձեզ, մեր բոլոր գործընկերներին, որ այսօր մենք կարողանում ենք առաջարկ Հայաստանին ծրագիրը, ինչպես դուք ասում եք, ոչ կաբինետներում գրված չէ, բայց բացի դրանից ես կարծում եմ, որ մենք ամեն մեկս մեր ոլորտում, մեր անձնական օրինակով կարողանալու ենք այդ ծրագիրը կիրառական դարձնել եւ հատկապես երիտասարդության շրջանում։ Շնորհակալություն։ Առաջարկ Հայաստանի նախաձեռնության առանցքային դրույթներից մեկը երաշխավորված խաղաղության կոնցեպտն է, որևէ համաձայնություն առանց երաշխիքների խոցելի է, ասում է Գագիկ Ծառուկյանը։ Պետք է երաշխավորված խաղաղություն լինի։ Ես դա ասել եմ մի ամիս առաջ, անդադ ասում եմ, որ խաղաղությունը երաշխավորված պետք է լինի, ոչ թե զոր պայմանավորեցինք Ալիևի հետ խաղաղություն, ինչ խաղաղություն։ Սահմանները, բարձունքները գրաված նստած, թելադրանք, այս պետք է տակ, այս պետք է անեք, այս պետք է անեք, որ պետք է 300,000 Հայաստանում մարդ գա բնակվի, իսկ մեր հայրենակիցները, որ ասում տեղ թողած, դրա մասին բացառված է, խոսել չի կարելի։ Ու դա համարում ենք խաղաղություն։ Երաշխավորված խաղաղությունը հիմա պարզ ասեմ Պարսկաստանի հետ կապված, որ այսօր ուզում են բանակցեն, խաղաղություն 90 միլիոն բնակչություն ունի, այդքան հզոր, բայց նա ասում է, ինձ պետք է երաշխավորած, որ պետք է 3-ից 4 պետություն երաշխավորեն, ոչ թե իրենք երկուսով պայմանավորվեն։ Այնպես երաշխավորված խաղաղությունը անհրաժեշտ է այսօր մեր երկրին, մեր ժողովրդին, մեր ապագայի համար։ Մենք պետք է կամուրջի դեր կատարենք եւ Ռուսաստանի հետ, եւ Ամերիկայի հետ, Ֆրանսիայի հետ, բոլոր երկրների հետ մենք պետք է լավ լինենք։ 1991 թվականին երևի թե ոչ մեկ չէր պատկերացնի, որ անկախությունից 35 տարի անց մենք կանգնած ենք լինելու գոյաբանական խնդիրների առաջ եւ ընտրողին ասելու ենք որոշում կայացրա Հայաստանի Հանրապետություն, թե Արևմտյան Ադրբեջան, որոշում կայացրու հայ առաքելական եկեղեցի, թե անհասկանալի շարժում, որոշում կայացրու քո անվտանգության եւ խաղաղության երաշխավորը լինելու է Ալիևը, թե իրական երաշխավորված խաղաղություն ես ունենալու։ Առաջարկ Հայաստանին ծրագիրը թող բարձրագործ չհնչի, իր առաջ խնդիր է դրել հավակնել ցիկլը, փոխել եւ մտնել ժողովրդական կապիտալիզմի փուլ, այսինքն մարդկային դեմքով կապիտալիզմի փուլ։ Այդ դեպքում արդեն մենք կարող ենք ասել, որ հանրային համերաշխությունը իրականություն կարող է դառնալ, հասարակության բոլոր շերտերը համակեցության կանոններով կարող են ապրել եւ այս պայմաններում արդեն բոլորս միասնական կարող են գնալ երաշխավորված խաղաղության եւ երկրի երաշխավորված զարգացման։ Կոնկրետ երաշխավորված խաղաղության մասով մենք տեսնում ենք 3 հիմնական բաղադրիչներ։ Առաջինը դա մեր բանակի վերականգնումն է, ժամանակակից պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը։ Երկրորդը մեր բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնումը եւ զարգացումը։ Եվ երրորդը հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդ երաշխավորների ներգրավումը։ Երաշխավորված խաղաղության թեզը, պարոն Ծառուկյան, երևի ես մի ամիս կեսում ամենակնարկված թեզն է դարձել։
Եվ իշխանությունը ամենաշատը այդ թեզի վրա է շատ իրան վատ զգացել եւ էլ ինչ մանիպուլյացիա ասես արել են։ Ասել են այս առաջարկով ուզում ենք զորք բերենք, ինչ-որ օտար երկրի զորքեր բերենք տարածաշրջան։ Բնականաբար այս առաջարկը բացարձակապես նման բան չի ենթադրում։ Ասել են այս առաջարկը ենթադրում է տարածքային հավակնություններ հարևան երկրների նկատմամբ, բացարձակապես նման բան չկա։ Եվ վերջապես ամենակարևոր մանիպուլյացիա։ Այս թիմից որևէ մեկը չի հայտարարել, որևէ սպիկեր այս թիմի, որ իշխանության գալու դեպքում այս թիմը մտադիր է չեղարկել Հայաստանի միջազգային պարտավորությունները։ Մեզանից որևէ մեկը նման բան չի ասել։ Ասել ենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում էլ կան խնդիրներ, թրիփում առավել եւս կան խնդիրներ։ Բայց դրանով հանդերձ որևէ մեկս չի հայտարարել, որ եթե մեր թիմը ունենա հնարավորություններ, մենք չեղարկելու ենք այդ միջազգային պարտավորությունները։ Մենք խոսել ենք միջազգային պարտավորություններով արկա հնարավորությունները լավարկելու բանակցային գործընթացում Հայաստանի հնարավորությունները ուժեղացնելու մասին։ Բոլորս էլ հասկանում ենք, որ առանց խաղաղության, առանց երաշխավորված խաղաղության հնարավոր չի լինի Հայաստանում ոչ ներդրումներ բերել, ոչ տնտեսություն զարգացնել, իսկ տնտեսության առանց տնտեսության զարգացման հնարավոր չի մարդկանց կենսամագարտակը բարձրացնել, թոշակները բարձրացնել, աշխատավարձները բարձրացնել։ Պարզ մի երկու խնդիր կա։ Երաշխավորված խաղաղությունն ու ներքին համերաշխությունը իրար եղբայրներ են, սիամական եղբայրներ։ Չլինի մեկը, չլինի մյուսը։ Այն երկրում, որտեղ կա պառակտում, ինքը օբյեկտիվորեն դառնում է թիրախ ուրիշ երկրների կողմից։ Այն երկրում, որտեղ կա համերաշխություն, ոչ մեկի մտքով չի անցնում, որ այդ երկրի վրա հնարավոր է հարձակվել ինչ-որ խնդիրներ լուծել։ Ներքին համերաշխությունը, ես կարծում եմ, որ հունիսի 7-ից հետո պետք է դառնա իմպերատիվ պահանջ եւ իմպերատիվ խնդիր, որպեսզի մենք այդ երկրի զարգացման հիմքը դնենք։ Եվ երկրորդ խնդիրը իսկապես առանց երաշխավորված խաղաղության շարքային խաղաղություն չի լինում։ Առաջարկ Հայաստանի նախաձեռնության դրույթներից մեկն էլ ներդրումային խոշոր ծրագրերն են։ Գործարանները պետք է բացվեն ոչ թե ժամանակավոր, այլ երկարաժամկետ ռազմավարությամբ։ Պարոն Ծառուկյան, այս տնտեսական բրոշուրում, որ սկսվում է ձեր ստորագրությամբ, այսպիսի նախադասությամբ է սկսվում. Հայաստանին անհրաժեշտ են տնտեսական եւ ենթակառուցվածքային խոշոր նախագծեր, դրանք օգնեն վերակառուցել եւ զորացնել Հայաստանի տնտեսական ուժը։ Ես մի փոքր ներողություն խնդրում եմ գործերին եւ ուզում եմ դուք բացվեք այս տնտեսական խոշոր նախագծերի կարեւորության թեմայով։ Ցանկացած երկրում անհրաժեշտ է խոշոր տնտեսական ծրագրի իրականացում։ Պետականորեն, ոչ թե փոքր ու միջին բիզնես անհատ կամ ասենք թե հիմա դուք նայում եք նախարարությունները հայտարարում են ինչ որ գործարան բացեցին, մեքենաշինության գործարան, հետո մի ամիս հետո սառնարանների գործարան, հեռուստացի գործարան, 2 ամիս հետո փակվում են։ Եթե մենք այսօր երկու խոշոր ներդրումային ծրագիր պետական կառուցենք, մենք Մելքումյանի հետ խոսել ենք։ Մոլեբդինի գործարանը 40 միլիոն տոննա տարեկան հանքանյութ խտացվածը 460,000 տոննա, իսկ հիմնական իրակ պարունակությունը 170,000 տոննա, որը գումարային կազմա 4 միլիարդ։ 4 միլիարդ եվրո արժողությամբ, իսկ այդ 4 միլիարդի դիմաց գործարանը ստանում է սեփականատերը 500 միլիոն։ Այսինքն 3 միլիարդ ու կեսը իրաց մշակելու համար է։ Հասարակ տրամաբանություն։ Եթե մենք այդ գործարանը կարող ենք դնել Մելքումյան 500-ից 600 միլիոն, չարժի։ 800 միլիոն, տեղադրելով եթե 3 միլիարդ ու կեսը մնալու է ստեղ, այդքան աշխատատեղեր, այդքան գործարաններ փակվել է, ալյումինի գործարանը, կաբելի գործարանները, ալյումինի գործարանում 5000 մարդեր աշխատում, դրանք բոլորը աշխատատեղեր են, եւ այդ գործարանը բացելով, այդ միլիարդները մնում է երկրում, աշխատատեղերը ավելանում են եւ բոլորը նորմալ կարողանում են ապրել։ Պետք է խոշոր տնտեսական ներդրումային ծրագիր իրականացնես, դա ինքնին կապահովի աշխատատեղերը։ Այսօր խոշոր ծրագիր իրականացնել եմ Քրիստոսի արձանի կառուցման համար։ Դա արել եմ իմ ազգի համար։ Եթե Բրազիլիայում գնում են միլիոնավոր տուրիստներ, գումարա ծախսում, արդեն միլիարդավոր դոլարներ մնում է։ Այդ միլիարդները իհարկե մնալու է իմ երկրում, պետությանը, ժողովրդին, տարբեր ոլորտներին։ Ու Հադիսի շրջակայքում, եթե այն ժամանակ մարդիկ թողում գնում են գյուղը դատարկում էր, կամ տնամերձը $500 էր 1000 մետր, հիմա 50,000-ով չեն վաճառում, դեռ հələ չենք բացել։
շարժ է լինելու, այսինքն իմ ասածը մարդիկ աշխատելու են, տասնյակ միլիարդները մնալու է մեր ժողովրդին, ամեն մեկը մի բան ստեղծելու է, արտադրելու է, վաճառելու է, գնացածները հետ կվերադառնան, մարդիկ որ գնում են, ինչի համար են գնում, չեն կարողանում իրենց տունը պահել, չեն կարողանում վարկերը փակել, պարտքերը փակել։ Հայաստանի տնտեսական մոդելը նման է սպառողական է կոչվում, սենց է, ոնց որ ընտանիքը բիզնես ունենա, այդ բիզնեսից ստացած մեծ եկամուտը 90%-ով դնի իր անձնական սպառմանը, այդ 10%-ն էլ էլի չսպասի բարդ վերցնի անընդհատ։ Այսինքն տեսեք ինչ է, այս կառավարությունը խոսք էր տվել, որ գոնե պետք է ներդրումներ համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը 6 տարում հասցնի 17%-ից մինչև 25%։ Նույն բանն է, մի բան էլ իջել է։ Դրա համար մեզ պետք է ինչ անել, մեգա նախագծերը, խոշոր ծրագրերը, որևէ մեկը չի հայտարարում, որ ես առևտրի ոլորտում պետք է ստեղծեմ 50 կամ 100,000 աշխատատեղ, տենց բան չկա։ Խոսքը գնում է իրական հատվածի մասին։ Արդյունաբերություն, գյուղատնտեսություն, շինարարություն, այնտեղ պետք է աշխատատեղերը ստեղծվեն, որտեղ հավելյալ արդյունք է ստեղծվում։ Երաշխավորված խաղաղություն, շատ բարի։ Դրա հիման վրա երաշխավորված ներդրումներ, դրա հիման վրա էլ երաշխավորված տնտեսական աճ եւ զարգացում։ Սա է եռանկյունին։ Մենք պետք է հասնենք նրան, որ այս եռանկյունին փող կապակցված գործի։ Սա գաղափարական հիմքն է։ Երաշխավորված խաղաղությունը ապահովում է երաշխավորված ներդրումներ։ Ո՞վ է գարանտը այս երկրում միլիարդավոր ներդրումների։ Պետությունը պետք է լինի։ Եվ պետք է օրենքով դա մենք սահմանենք։ Հայաստանի տնտեսությունը այսօր դարել է մեծ գլխով փոքր մարմնով միակ գլուխ, այսինքն 80% ամեն ինչի կենտրոնացած է Երևանում, սա աննորմալ բան է։ Աշխատատեղերի պակասն առավել նկատելի է մարզերում, ինչ լուծում կտրվի այս խնդրին։ Կա արդյոք առաջարկ Հայաստանին ծրագրում աշխատատեղերի հստակ ֆիքսված քանակ, թե չէ, եւ ըստ ձեզ, արդյոք այսօր Հայաստանում խնդիրը աշխատատեղերի քանակն է, թե այսօր էլ մարդիկ շատ աշխատելով չեն կարողանում արժանապատիվ ապրել։ Այսօր մեր երկրին անհրաժեշտ է երկու խոշոր պետական ներդրումային ծրագիր։ Հիսուսի արձանի ծրագիրը, որ հազարավոր մարդիկ արդեն մտահոգ են, մեկը հյուրանոցակառուցում, մեկը փոքրիկ ինչ-որ հացի տեղակառուցում, մեկը մտածում է ինչ-որ մի սուվենիր պատրաստի, այդ բոլորը աշխատատեղեր են։ Ես ասում եմ, եթե գալիս են մի քանի միլիոն տուրիստ, ամեն տուրիստը միջինը $1000-2000 ամեն մինիմում պետք է ծախսի։ Եթե 30 միլիարդ փող գալիս է Հայաստան, դա արդեն այդ բոլոր աշխատատեղեր է։ Եթե դրապես երկու ծրագիրել 3 կազմակերպենք, արդեն խոսում ենք 80-100 միլիարդից, գումարը եւ պետությանն է մնալու, եւ տնտեսությանը, եւ ժողովրդին, եւ տաքսիստին, եւ գյուղացուն, եւ շինարարին, եւ առևտրականին, այնպես որ այսօր ես անհատական բան չեմ ասում, բայց այդ ծրագրերի կյանքի կոչելով ամեն մարդ աշխատանք կունենա։ Գագիկ Ծառուկյանի վերջին օրերի մարզային հանդիպումներն ավելի են ամրապնդել միտքը, որ պետք է ստեղծվի գյուղատնտեսության նախարարություն։ Թիմակիցներին պատմում է գյուղերում տեսածն ու լսածը, վստահ է, որ հնարավոր է հաղթահարել ճգնաժամը խոշոր ծրագրերի շնորհիվ։ Հանդիպել եմ գյուղացիների հետ։ Ոնց եք, լավ չենք, խի, մեզ ոչ հաշվի առնող կա, ոչ բանի տեղ դրող կա, գյուղերը քանդվում է, դադարվում է, չգիտենք ում դիմենք, երկիր պահողը։ Սահման պահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Որ այդ մարդկանց մասին պետք է մտածեն, հնարավորություն տան, մարդիկ ավելի նոր բան չեն ուզում։ Այդ մարդը, ով պետք է զբաղվի տվյալ ոլորտով, պետք է անցած ճանապարհ ունենա։ Այսօր բոլորիս խնդիրն է, որ մենք մեր երեխաներին, մեր թոռներին թողենք ապահով երկիր, պաշտպանված երկիր։ Գյուղատնտեսության հետ կապված բոլոր այն խնդիրները, որ այսօր էլ դուք նշեցիք, իրոք մեր առջև ծառացած են։ Հաստատենք այն միտքը, որ այս ծրագիրը առաջարկ Հայաստանին իրականում տարբերվում է բոլոր մյուսներից։ Հենց այն հատկությունով, որ իրոք դուք ճիշտ նշեցիք, որ ժողովրդի կողմից, աշխատավոր մարդկանց կողմից ներկայացված առաջարկներն են եւ արդեն մասնագիտական բարձր մակարդակով ներկայացված։ Առաջարկ Հայաստանի նախաձեռնությունը փորձառու մասնագետներին համախմբել է վերկուսակցական գաղափարի շուրջ։ Կարևորը մարդկանց խոսքն այս ծրագրերում ներառելն է ու ազգային միասնությունը։ Քանի որ մեր ծրագրային առանցքային դրույթներից մեկը խեղճության դեմ պայքարն է, ես էլ եմ ձեզ ձայն տալու, որովհետև դա առանցքային է ձեր այդ միտքը, որ զարգացնում եք, ինչ ենք անել այս խեղճության համար։
ամբողջ աշխարհի հայությանը սազական չի։ Այդ մեր բոլորի խնդիրն է։ Սփյուռք, Հայաստան, աշխարհում մեկ ունենք շատ ազդեցիկ հայեր, որոնք սրտացավ են, մտահոգ են։ Մենք հզոր պատմություն ունենք եւ շատ ճանաչված ազդեցիկ հայր ունենք աշխարհում մեկ։ Բոլորն էլ պատրաստ են այդ խնդիրները կարգավորելու համար։ Մենք այսօր կարիք ունենք հաղթանակի, մեր ազգը դրա կարիքն է ազգում, որ հայը լավ բան անում, անկախ քեզնից հպարտանում ես, հզոր ես նստում, որ դու հայ ես, որ հայի մասին մի վատ բան են ասում, իրոք փոքրանում ես։ Մենք սովոր չենք փոքրանալու։ Միայն մեր թերությունը, որ միասնական պետք է լինենք, իրար կողքի լինենք, հավատարիմ լինենք։ Ցանկացած մարդ իր կյանքում ցանկանում է դա կլինի թիմ, կոլեկտիվ, որ ընկեր, որ խաբված չլինի։ Ցանկացած խնդիր լուծում ունի։ Հարկավոր է մտածել, ճիշտ մարդիկ ոլորտի ղեկավարներ լինեն։ Մարդը եթե 40 տարի 40 կյանքում քարին չի դրել։ Հայրենիքը, ժողովուրդ, ես ասեմ, դա բաժակաճառ չի, որ հելնեն ով ճարտար ասեց, եղբայր սաղսել ես որ հասկացող մարդ ենք։ Հայրենիքի համար պետք է արած բան ունենաս։ Կապ չունի որ կուսակցությունից ես, որ ազգանից ես, այլ ասա ինչ ես արել։ Ինչ։ Կապ չունի դիմություն ես, ընդդիմություն ես, իշխանություն ես։ Քո հայրենիքը սիրելով անդերս դու պարտավոր ես ձեռագիր թողելու, գործ կատարելու, որ հպարտ ասես արել եմ, ես սիրում եմ իմ հայրենիքի ժողովուրդը։ Միշտ պետք է խելացին, իմաստուն մարդը, բանիմաց մարդը տեղ ունենա։ Պետք է ուշադրություն դարձվի ու ցանկացած պարագայում մարդը պետք է խաբված չլինի։ Քայլա կատարում պետք է գնահատված լինի։ Այնպես որ շատ շնորհակալ եմ բոլորիցս։ Հասարակության պառակտվածությունը չէր կարող չլինել առաջարկ Հայաստանի համակարգող խորհրդի ուշադրության առանցքում։ Ներքին համերաշխությունը երկրի զարգացման ու անվտանգության ապահովման կարևոր նախապայման է դիտարկվում։ Առաջարկ Հայաստանի թիմում մարդիկ են, որոնք ներկայացնում են տարբեր կուսակցություններ, անկուսակցականներ են, գիտնականներ են, փորձագետներ են, եւ ինչպես պարոն Ծառուկյանը նշեց, սա մեր կուսակցական թիմ է։ Համերաշխ լինելու համար պետք է այդ համերաշխության օրինակը տա հանրությանը։ Իսկ ինչ ենք մենք համերաշխ այստեղ։ Մենք տեսնում ենք էներգետիկայա, մարդիկ ոգևորված խոսում են, մարդիկ ծրագրեր են առաջարկում պետությանը, համերաշխ են, որտեղ մարդիկ ունեն նպատակ, մարդիկ ունեն ապագայի նախագիծ։ Այս ատելության մթնոլորտը, որը մտել է հանրության մեջ, մտել է իրենց տները։ Իրենք հարևանների հետ չեն շփվում քաղաքական պատճառներով, իրենք բարեկամներ են կորցնում այդ նույն պատճառներով, որովհետև երկրում ատելության մթնոլորտ է։ Մենք խոսում ենք ծրագրերի մասին, մենք խոսում ենք ապագա նախագծերի մասին, արդյոք մենք կարող ենք դա կառուցել, եթե մենք միմյանց ատում ենք եւ մենք միմյանց հետ համերաշխ չենք։ Եվ սա օգտագործվում է եւ երկրի ներսում բաժանի գործերի սկզբունքով եւ մեր ճշնամիները դա օգտագործում են մեր դեմ։ Մենք պետք է լինենք համերաշխ, երբ որ կան նպատակ, ապագայի նախագիծ։ Այս դահլիճում այս էներգետիկան պատահական չի, որտեղ մեզ միավորել է այդ նպատակը եւ հանրությանը մենք պետք է ներարկենք այդ նպատակով, հույսով, հավատով դեպի ապագան եւ այդ դեպքում մեր ժողովուրդը կկարողանա դառնալ համերաշխ ունենալով նպատակ։ Թմրամոլության դեմ պայքարը պետք է լինի բոլորի խնդիրը։ Ակտիվ աշխատանքներ է իրականացնում մարզաշխարհը հանուն առողջ սերնդի նախաձեռնությունը, որի հանրային կազմակերպիչները մեր օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններն են։ Մենք պետք է կարողանանք միասնական պայքարել թմրամոլության դեմ։ Դա պետության խնդիրն է, մանկավարժներինն է, հարևաններինն է, որովհետեւ մեկը ձեռնպատ չի կարա մնա։ Այն նրա համար չի կարող, որ Աստված չանի դա իր տունը մտնի, դա չարիք է։ Մեծ քանակությամբ տարածվում է երիտասարդության, ուսանողության մեջ։ Թիմը ստեղծված է, հիմնական ղեկավարը Արտուր Ալեքսանյանն է, օլիմպիական չեմպիոն։ Ամիսներ առաջ ձևավորվեց մարզաշխարհի 1000-ից ավելի ազդեցիկ ներկայացուցիչների մի շարժում, մարզաշխարհը հանուն առողջ ապրելակերպի մեր լեգենդար մարզիչների գլխավորությամբ, որոնք այդ նախագծով եկան դիմեցին պարոն Ծառուկյանին, ձևավորվեց համակարգ եւ ես շատ ուրախ եմ, որ այդ համակարգում ներգրավեցին երիտասարդներ, որոնցից մեկը Սվետլանա նստած է, առաջարկ Հայաստան երիտասարդություն պլատֆորմի ներկայացուցիչը,
Խնդրեմ Սվետլանան, իրենք տպել են շատ հետաքրքիր մի ծրագիր եւ պատրաստում են քարոզարշավ սկսել ողջ երկրով մեկ, ոչ թմրամոլությանը, հայտնի մարզիկների հետ միասին, խնդրեմ։ Մենք սկսել ենք մեր վճռական պայքարը թմրամոլության դեմ։ Թմրամոլությունը մենք այն երիտասարդներն ենք, ովքեր պատրաստ են իրենց ողջ ներուժը, գիտելիքը ծառայեցնել այս հանուն հասարակության առողջության, անվտանգության եւ մեր երկրի ապագայի։ Ինչպես գրած է մեր ծրագրում, այդ չարիքը պետք է հեռու պահենք մեր տներից, բակերից, փողոցներից։ Սա ազգային անվտանգության խնդիր է, որ ծայր աստիճան սրվել է վերջի տարիներին։ Շատ կարևոր է, որ մենք մի բան հասկանանք, այսօր ինչ է տեղի ունենում։ Ընդհանրապես խաղամոլ, թմրամոլ, շատ հեշտ կառավարում է։ Այսօրվա հասարակության մեջ ունես տպավորություն, որ դա արվում է երեխաների երիտասարդներին ուղղակի կառավարելի դարձնելու համար։ Դա առաջնահերթությունն է։ Այո, մենք մեր օրինակով, մարզաշխարհի հայտնի մարզիկներով, բոլոր երևացող մարդկանցով, ծրագրերով դա անելու ենք, բայց ինչպես յուրաքանչյուր կարևոր հարց, շատ կարևոր է, որ պետությունը նույնպես լինի իր համար գերակա, որ այս չարիքը վերացնի, եւ շատ կարևոր է, որ Օլիմպիական կոմիտեն իր համար առաջնահերթություն է դրել։ Մենք խոստանում ենք, որ ամեն ինչ կանենք, որ այդ ամեն ինչը վերանա, բայց միասին միայն ձեր հետ։ Ծրագիրն առանց արցախցիների չի կարող լինել, ավելի քան 2 տարի մեր քույրերն ու եղբայրները Հայաստանում դեռ ինտեգրման խնդիր ունեն։ Իրոք ես համոզված եմ, որ ապագային ձեր մասնակցությամբ Հայաստանը լինելու է բարեհաջող վիճակում եւ ուժեղ ձեռքերի մեջ։ Ուզում եմ այսօր հենց անել մի այլ առաջարկ։ Ձեր ծրագրի մեջ ընդգրկեք Արցախի ինտեգրման պատրաստակամությունը, ոչ թե մենք պահանջում ենք, այլ պատրաստ ենք օգնելու ձեզ։ Արցախը ունի շատ մեծ ներուժ, թե ֆիզիկական, թե մտավոր, թե անվտանգության ապահովման, մենք վերջապես ունենք 25-30 հազար կռված տղաներ, որոնք որ մեծ ներուժ են համարվում Հայաստանում եւ այսօր արհամարված են նրանք։ Մտցրեք նման մի կետ, որ արցախցիները եւս իրենց լավը զգան եւ պատրաստական լինեն օգնելու ձեզ։ Շնորհակալություն։ Ասեմ, որ առաջարկ Հայաստան ծրագրում մի ամբողջական հատված վերաբերելու է Արցախի մեր քույրերի եւ եղբայրների Հայաստանում ինտեգրման սոցիալական խնդիրների լուծման ձևավորված աշխատանքային խումբ, կարող ենք ձեզ խնդրել միանալ այդ աշխատանքներին, որը միայն օգտակար կլինի մեզ, անշուշտ այդ խնդիրը մեր օրակարգում կա եւ դա արվելու է։ Դուք մի բառ օգտագործեցիք արհամարված, ուրեմն Հայաստանում, իրական Հայաստանն ասում, իմ պատկերացնում նորմալ Հայաստանում, վաղվա Հայաստանում արցախցին չի կարող երբևէ լինել արհամարված, արցախցիները մեր քույրերն ու եղբայրներն են, մենք ենք, մեր իմաստն է եւ չի կարող այս երկրում լինի մթնոլորտ, որտեղ մենք կտապերակվենք իրարից։ Դա մեր թիմի միասնական դիտորությունն է։ Եվ որպես ավելում եմ ասացես, ուզում եմ ձայն տալ մի երիտասարդ աղջիկա, որը Արցախ-Հայաստան երիտասարդական միության ղեկավարն է, որոնք 2 տարի արդեն աշխատում է, արել են հսկայական աշխատանք։ Վերջին տարիների ընթացքում մենք որպես ժողովուրդ ավելի շատ լսում ենք ընդդեմ ինչ-որ կոչեր, քան հանունի։ Ու այս պահին եւ սրանից էլ առաջարկ Հայաստանի ծրագրի շրջանակներում մենք երիտասարդներս տեսնում ենք բացառապես հանուն մեր երկրի եւ հանուն մեր ժողովրդի կոչեր, ինչի համար շնորհակալ եմ։ Ինչը վերաբերում է Հայաստան-Արցախ երիտասարդական միությանը, տարիներ առաջ, երբ դեռ մինչև կառույցի ձևավորումը մենք երիտասարդներս պարոն Ծառուկյանի շնորհիվ իրականացրեցինք տարբեր ծրագրեր հենց արցախցիների համար, որի հիմքում հենց արցախցիներին ուշադրության կենտրոնում պահելն էր։ Եվ այդ ամբողջ ճանապարհի ընթացքում մենք ունեինք խնդիր, որպեսզի նրանք չզգան իրենց արհամարված եւ լինեն գնահատված։ Մենք այստեղ չենք խոսում ուղղակի բառեր չենք ասում, մեր ցանկացած խոսք նաեւ արդեն իսկ արած գործի մասին է։ Շնորհակալություն բոլորին, ովքեր չեն մոռանում երիտասարդությանը։ Հայաստանում աղքատության մակարդակը բարձր է, մարդիկ այսօր ամեն քայլափոխի բախվում են սոցիալական խնդիրների։ Առաջարկ Հայաստանի ծրագիրն առանձնանում է նրանով,
որ հարության լայն շրջանակներին հետաքրքրող լուծումներ է ներկայացնում, սկսած թոշակառուներից վերջացրած բիզնեսի բոլոր շերտերով, սկսած գյուղատնտեսության զբաղվողներից մինչև սահմանը պահող զինվորականներ, սկսած ուսուցչից մինչև վարկերի տակ ճռացող մարդիկ այս ծրագրում կտեսնեն իրենց հուզող հարցերի պատասխանները։ Մեր խնդիրը պետք է լինի ստեղծված իրավիճակը փոխելը, նոր իշխանություն ձևավորելը, Հայաստանի համար երաշխավորված խաղաղություն, ներառական տնտեսական աճ և բարեկեցություն ապահովելը, և ես համոզված եմ, որ մենք միասնական ուժերով հաջողելու ենք։ Օրվա հացից զատ մարդիկ պետք է մտածեն նաև ներաշխարհը մաքրելու և միասնականության գաղափարի շուրջ համախմբվելու մասին։ Շատ կարևոր տեղ է տրված հոգևոր մշակութային ուրեմն գործունեությանը, ինչպես որ նշվեց Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը, ես վստահ եմ, որ յուրաքանչյուրս մեկ պահ նայելով արձանին, այո, մեր մեջ կանցնի երկյուղ, վերապրելու, վերհիշելու և նվիրվելու մեր Տիրոջը, մեր հավատին, ամփոփելու մեր մեջ այս սերը, որ մենք կարող ենք և ունենք իրար հանդեպ։ Այս ծրագիրը շատ լավ հիմք է հանդիսանում նոր քաղաքացիական հասարակություն ստեղծելու համար և բացատրելու այս հարտակով, առաջարկ Հայաստանին հարտակով, որ Հայաստանը միայն անուն չէ իր սահմաններով նշված քարտեզում, այլ Հայաստանը դա ժողովուրդ է, ազգ է, ոգի է, ունի մարմին, ունի շունչ այս մարմնում և արյուն։ Հիմնական առաջարկներից զատ ներկայացվում են նաև կրթության ոլորտին վերաբերող գաղափարներ։ Ես կուզենայի անդրադառնայինք այդ անվճար կրթություն, բարձրագույն կրթություն ստանալու իրավունքին, որը համոզված եմ այսօր չափազանց կարևոր է և հարևան երկրների փորձն էլ Վրաստանի հուշում է դա, որ միայն այսպիսի անվտանգային ծանր իրավիճակում գտնվող պետությունը, որը ուզում է երաշխավորված խաղաղություն, ինչպես պարոն Մելքումյանն էր ասում, երաշխավորված տնտեսություն, ինքը պիտի ունենա երաշխավորված կրթություն տալու իրավունք։ Հայաստանում կա 60,000 ուսանող։ Միջինը, եթե մենք հաշվարկում ենք, որ մի ուսանողը 500-ից 550,000 դրամ է վճարում, նու ասենք հեռականները ցածր, տեղեկա ցածրա, տեղեկա 600-700,000, մեզ պետք է տարեկան 30-ից 33 միլիարդ դրամ, որպեսզի մենք այդ հարցը լուծենք։ Հանդիպումներ, քննարկումներ, առաջիկա ամիսները թեժ աշխատանքային են լինելու։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը սրահում բոլոր ներկաներին մաղթում է հաջողություն և ի գործ։ Հարգելի գործընկերներ, իրոք անկեղծ եմ խոսում, շատ տպավորված եմ, ասի հարգարժան, բանիմաց, դերագիր թողած մարդկանց հետ հանդիպելու, լսելու, քննարկելու, ավելանալու է մեր գործընկերների թիվը։ Մարդը կարևորը պետք է զգան, ինչի համար են գնում, ուր են գնալու և ինչի համար են պայքարելու։ Այո, գյուղ կանգնի, գերանքը կոդրի։ Թիմ կանգնեց, հավատարիմ իրար կողքի ցանկացած խնդիր կլուծեն։ Ես այսօր շատ տպավորված եմ, հիացած եմ տեսնելով մարդկանց, բանիմաց, պիտանի, որոնք ձեռագիր են թողել, որոնք կուսակցական չեն, հավաքվել են գաղափարի շուրջ, ծրագրի շուրջ, ազգի շուրջ, պետության շուրջ, որ կարողանան ունենալ երաշխավորած խաղաղություն, լավ երկիր, հիմնականում որ մեր երեխաները, մեր թոռները ունենան լավ ապագա, խաղաղ ապագա, փայլուն ապագա, դա կախված է մեզնից, որ միասնական պետք է աշխատենք, կարգավորենք, մեջներս ուղղենք եւ այդ ժամանակ ամբողջ աշխարհը մեզ հարգելու է, գնահատելու է եւ դաշնակից է լինելու եւ համագործակցելու։ Համոզված եմ 100%-ով, որ մեր ուզածը լինելու է, մեր ծրագիրը կյանքի են կոչելու, մեր թիմը հզորանալու է, որովհետեւ տանջամ շնորհակալ եմ։ Առաջարկ Հայաստանի նախաձեռնության համակարգող խորհրդի անդամները ողջունում են այս ֆորմատով հանդիպումները։ Ձևաչափը առաջինն է Հայաստանում և դրա արդյունավետությունն արդեն նկատելի է։
Այս քննարկումը իսկապես հնարավորություն է տալիս տարբեր ոլորտների մասնագետներին իրենց ներդրումը ունենալ առաջարկ Հայաստանին ծրագրի մեջ, որովհետև մենք գիտենք, որ այդ ծրագիրը պարզապես մեկ կուսակցության կամ մեկ անհատի ծրագիր չէ, դա հանրության տարբեր շերտերի, տարբեր ոլորտների մասնագետների առաջարկների հիման վրա ստեղծված ծրագիր է եւ այս քննարկումը իսկապես հնարավորություն է տալիս լավարկել եւ ավելի այսպես ինտեգրել այս ծրագիրը մեր հասարակություն, որովե գաղափար չի կորչում, որևէ գաղափար չի մեռնում եւ այս գաղափարների հանրագումարն է, որ հնարավորություն է տալու լուծելու են բոլոր խնդիրները, որոնց հետ որ մենք բախվել ենք։ Գիտեք, այստեղ այսօր այս բանը շատ կարևոր իրադարձություն է, սա իսկապես Հայաստանի ներքաղաքական կյանքում գնահատեմ որպես լուրջ իրադարձություն, ինչու։ Ես լսել եմ բոլոր ելույթները, կարմիր թելի նման անցնում եմ շատ կարևոր գնահատում։ Սա ներքին համերաշխության առաջին մեծ քննարկումն է, որտեղ այստեղ ես հաշվառնելով 88 թվականից բավական ակտիվ եմ եղել, շատերն եմ ճանաչում, տարբեր կուսակցությունների ղեկավարներ, տարբեր ճանապարհներ անցած, փորձագետներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, այսօր մեզ մի միավորող հարթակ է դրված։ Ուրեմն իրավիճակի մեր երկրի առջև նետված մարտահրավերները կանխարգելելու, սպառնալիքները չեզոքացնելու եւ կամային մի հիմա հենակետ կա այստեղ, որտեղ մենք պատրաստական ենք ծրագրի շուրջ եւ շատ բնական է կուսակցության եւ իր ղեկավարի առաջնորդությամբ կյանքի կոչել։ Այսինքն իրական համերաշխությունը մեր երկրի առաջին լրջագույն քայլը ես տեսնում եմ այստեղ։ Իմ ոլորտը որ երկար տարիներ զբաղվել եմ, դա ուսանող երիտասարդությունն է եղել, դա սպորտն է եղել եւ շատ ուրախ եմ, որ նման հարցերը ընդգրկված են ուրեմն այս ծրագրում եւ լուրջ քննարկման թեմա է դարձել եւ կարծում եմ, որ ոչ միայն քննարկման թեմա կդառնա, այլ միս ու այրում կստանա հետագայում։ Կարևոր գործ է արվում եւ իմ կարծիքով հետեւությունը մեկն է, համախմբվել է պետք շարժվել առաջ։ Ընդ որում պետք է համախմբեն բոլոր ազգային այն ուժերը, ովքեր մտահոգված են երկրի վիճակով ու ապագայով։ Ամենալավ թիմն է հավաքված, ընտրված են ծրագրային դրույթներ, որոնք եկել են ներքևից, ինչպես բազմաթիվ անգամներ ասվեց, այսինքն այն ամեն ինչը ինչ որ դրված է այս ծրագրի հիմքում, ես կարծում եմ, որ հիմա միակ խնդիրն է այս ծրագիրը հասցնել մեր ազգաբնակչությանը եւ դառնալ իսկապես հաղթող ծրագիր։ Առաջարկ Հայաստանին ծրագիրը ներկայացվել է ժողովրդի կողմից եւ ժողովրդի բարձրացրած խնդիրները, այլ նաեւ քննարկման արդյունքում թե ժողովուրդը հենց իրանք ինչ են պատկերացնում այս հարցերի պատասխանը եւ նոր այդ ամեն ինչը գալիս է աշխատանքային սենյակներում, քննարկվում է եւ մենք էլ արդեն հաշվի առնելով մեր անցած ճանապարհը, մեր փորձը, մեր ունեցած փորձը, նաև արդեն պրակտիկ, այսպես կետնի վրա փորձում ենք այդ ամեն ինչը դարձնել ծրագիր։ Առանց ազգային գաղափարի այս միտքը հնչեց այսօր եւ առանց ազգային գաղափարի անհնար է շարժվել առաջ եւ շարունակել մեր գործունեությունը, կյանքը եւ կեցությունը։ Այնպես որ սա ողջունելի մի այսպիսի նախաձեռնություն էր։ Հավաքվել են ոլորտային փորձագետներ, որոնք ունեն տարիների փորձ եւ գիտելիքներ, եւ նման հարթակի ձևավորումը այն այժմեական է, շատ արդիական է, քանի որ երկրի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ, թե տնտեսական, թե սոցիալական, թե ռազմական անվտանգության տեսանկյունից եւ նման հարթակի ձևավորումը, որտեղ բոլոր ոլորտների փորձագետներ, մասնագետներ հավաքվել են, հնարավորություն է ընձեռելու այսպես ասած on-line ռեժիմով կամ off-line ռեժիմով քննարկումներ կազմակերպելու, անընդհատ վերլուծություններ իրականացնելու եւ ռեալ համարժեք պատասխաններ եւ առաջարկներ ներկայացնելու տեսանկյունից։ Թիմի անդամներն ու խորհրդանշական գնացքը շրջելու են հանրապետության բոլոր մարզերում, ներկայացնելով ծրագրի գլխավոր թեզերը։